Մաֆիա, որը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի կողմից, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը ներքաշված է մաֆիոզ կառույցների մեջ։ Նույն օրը ձերբակալվում է ՀՀՇ փոխնախագահ կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը, վերջինս չէր ենթարկվել ոստիկաններին, որոնք համայնքի շրջայցի ժամանակ փակել էին նրա մեքենայի ճանապարհն, ասելով, որ նախագահը մոտերքում ճաշում է։ Կալանավորվելուց հետո թաղապետը հայտարարում է հացադուլ։ Շարունակվում են process-ը, որը որ սկսվել է արդեն 2 տարի, կարծում եմ, որ սա դրա տրամաբանական շարունակությունն է, ինչևէ համոզված եմ, որ կարճ ժամանակ հետո շատ բան կվերափոխվի։ Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին 1999-ի փետրվարի 17-ին ազգային ժողովում ջերմ ընդունելություն չէր սպասվում։ Մարդն եկել էր խորհրդարանից ստանալու Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունքը։ Երկրապահները պատրաստ են հանձնել Սիրադեղյանին։ Մինչ այդ Քոչարյանը սպառնացել էր, որ չհանձնելու դեպքում կցրի խորհրդարան։ Այդպես են ասում։ Նույն օրը Հայաստանի խորհրդարանում տեղի է ունենում երրորդ հանրապետության ամենածանր հանցագործությունը նախկին դաշնակցական Նայիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ զինված մարդիկ մտնում են նիստերի դահլիճ եւ գնդակահարում ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, նախարար Լեոնարդ Պետրոսյանին եւ 5 պատգամավորի։